Ավագանից 6-րդ մանկապարտեզի սաների կողմից մենք մեծ երազանքներով, մեծ սպասումներով գալու ենք սեպտեմբերի։ Մեծ գիտելիքներով։ Շնորհակալ եմ, բարև ձեզ սիրելի հյուրեր, ողջույն սիրելի բալիկներ, դուք շատ գեղեցիկ եք։ Ես և առաջին Դ դասարանը շատ մեծ սիրով սպասումով սպասում ենք ձեր գալստյանը։ Շնորհակալ ենք, որ մեզ հյուր եք եկել։ Իսկ դուք գիտեք, որ եք եկել։ Դուք եկել եք դպրոց, չէ երեխաներ։ Այո։ Իսկ դուք գիտեք, որ դպրոցն եք եկել։ Այո, Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց եք եկել։ Եկել եք առաջին Դ դասարան։ Լավ երեխաներ։ Այո, առաջին Դ դասարան, տեսեք, առաջին Դ դասարանի աշակերտներն են, կանգնել են և իրենց տեղը զիջել են, իրենցից կրտսերներին, փոքրերին, հա իմ տղա, որ դուք հանգիստ տեղավորվեք։ Պատրաստ եք մեզ հետ մեկ դասաժամ անցկացնել։ Այո, գեցեք դուք։ Այո, ես այստեղ շատ բաներ ենք անելու, շատ հետաքրքիր բաներ ենք անելու իմ տղա։ Եվ մեր առաջին դասարանցիներն են, իսկ ես իրենց ուսուցչուհին եմ Ընկեր Գինոսյանը։ Կհիշեք ինձ։ Այո, և մեր դպրոցից երեխաներ, մեր տնօրենը այստեղ չէ, ներկա է մեր փոխտնօրենը, Ընկեր Կարապետյանը, պատեսեք։ Մենք ծանոթ ենք։ Ով շատ է սիրում ձեզ նման գեղեցիկ բալիկներին, բոլոր բալիկներին։ Հիմա մեր առաջին Դ դասարանի աշակերտները ուզում են մեկ գեղեցիկ երգ երգել նվիրել ձեզ։ Իսկ եթե դուք գիտեք այդ երգը, կարող եք միանալ մեզ, երեխաներին և երգել։ Լավ։ Զարմանում եք, թե ովքեր ենք մենք։ Այո, ո՞նք ենք, չէ։ Մենք եկել ենք ձեր ապագայից։ Տարիներ առաջ մենք էլ ձեզ նման նստած ենք այս փոքրիկ աթոռակների։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ դպրոցի ճանապարհը կախարդական է։ Այստեղ դուք ձեր կբերեք ձեր կյանքի լավագույն ընկերներին։ Սովորեք կարդալ ամենալավ հեքիաթները և կիմանաք, թե ինչու է երկինքը կապույտ և ինչպես են թռչում։ Տեսեք, թե որքան եք մենք մեծացել, դպրոցը մեզ միայն գիտելիք չի տալիս, այն մեզ դարձնում է ուժեղ և խելացի։ Չվախենաք ոչ մի դժվարությունից, քանի որ մենք բարձր դասարանցիներս, ձեր մեծ քույրերն ու եղբայրներն ենք։ Եթե օրերից մի օր ինչ-որ բանում դժվարանաք կամ մոլորվեք միջանցքներում, կարող եք մեզ հանգիստ դիմել և մենք ձեզ մեծ սիրով կօգնենք։ Ահա, շնորհակալ ենք մեր ապապ սերունդին, մեր մեծ աշակերտներին, ասաք ովքեր էին իրենք։ Այո, այս դպրոցում սովորող բարձր դասարանի աշակերտներ են։ Այ սեպտեմբերի 1-ին երբ որ դուք գաք դպրոց, իրենք էլ են գալու։ Դուք գալու եք առաջին դասարան, իսկ իրենք 9-րդ, իրենք ավարտելու են, դուք նոր սկսեք դպրոց գալ, լավ։ Եվ ինչպես իրենք ասացին, ցանկացած հարցում ձեզ կօգնեն։ Շնորհակալ ենք։ Որոնց աշակերտ
տղամարդները պետք է խիստ հետևեն։ Գիտեք երեխաներ, եթե մանկապարտ ամեն ինչ կարելի է, բայց հիմա կասենք ինչպես է կարելի, պետք է այդ կարելին, եկեք ասենք օգնենք սովորեն այդ կանոնները, աս Արմինե։ Աշակերտի պես նստել, հենց այդպես էլ նստել են, աշակերտի պես այսպես, հենց ասում ենք, նստում ենք աշակերտավարի մեծերը գիտեն, որ այսպես նստում ենք, Ընկերուն է շատ Արդեն ընկերուն է, շատ ողջունելի։ Հիմա մենք ձեզ կսովորեցնենք դպրոց ինչ եք բերել, ուզում եք իմանալ։ Ով է շատ ուզում։ Ձերքով, ապրեք ձեր բարձրացնեք։ Աննա, կասես տղաս։ Արեգ է, քո անունը։ Լիան և Եփթեմյան Արեգը։ Հիմա այստեղ այս սեղանին տեսնում ենք բազմաթիվ առարկաներ։ Ինչ ասես կա։ Հիմա մենք ձեզ կօգնենք, որ այստեղից ընտրեք այն առարկաները, որոնք կարող եք դպրոց տանել։ Նախ մեզ պետք է գալու դպրոցական մի պայուսակ, մեծ պայուսակ, որի մեջ տեղավորենք բոլոր իրերը։ Սա ինչ է օրինակ։ Ինչ եք կարծում, ջրի շիշ կարելի է դպրոց տանել։ Այո։ Իհարկե այո։ Գիրք է կարելի տանել, վերցեցինք։ Իսկ գիրքը ինչի համար է պետք տանել դպրոց։ Գրքից կարդում են, այն դու վերցրեցիր, բեր հերթով ասենք, հարի այստեղ կանգնի, Արեգը վերցրեց հերթով տղաս, Արեգը վերցրեց մեր տեխնոլոգիայի գիրքը, չէ երեխաներ, գիրք տետրը։ Տեխնոլոգիան առարկա է, որ դպրոցում անցնելու եք, փոքրիկներ, նայեք, տեխնոլոգիա առարկայի ժամի երեխաներ գունավոր թղթերով բազմաթիվ աշխատանքներ եք անելու։ Հիմա մի քանիսը ցույց տամ տեսեք։ Տեսեք ձուկ ենք պատրաստել։ Դա որ գիրքն է, ով կգուշակի։ Մաթեմատիկա է, այո։ Թիվ տեսակ վրա երևի, հա։ Մաթեմատիկան, երեխաներ, մաթեմատիկա առարկայի ժամի սովորելու եք գրել թվերը։ Եվ այդ թվերի օգնությամբ շատ ու շատ զարմանալի առաջադրանքներ եք կատարելու, գումարում հանումներ եք սովորելու, ավելի մեծ թվեր եք իմանալու գրել և հաշվել, լավ, սա էլ դրեցին։ Մեր առաջին գիրքն է, այո, Այբելարանն է, որի մեջ կա գրված Այբուբենը, տառերը, Այբուբենի տառերը։ Այ դուք գիտեք տառերով է ստեղծել, կարծում եմ գիտեք։ Այո, դուք այս գրքի օգնությամբ սովորելու եք գրել տառերը և կարդալ ցանկացած բառեր, հետո ավելի մեծ հեքիաթներ կկարդաք, Սա ինչ է։ Սա պետք է դպրոցում։ Գրեցինք սեղանին նորից։ Սա ինչ է։ Ապրեք, օգնություն սովորեք տարբեր պատկերներ կառուցել, սա էլ ենք տանում դպրոց։ Սա ինչ է։ Գրչատուփ, հենց բառը հուշում է, սրա մեջ կան գրիչներ, մատիտներ, հա։ Սրիչ է, որով մատիտ ենք սրելու։ Սա էլ տարանք դպրոց։ Սա։ Չգիտեք, ասեմ, հաշվեձողեր են, այո։ Լավ եք հայլ, այս սրա օգնությամբ սովորելու եք գումարում հանումներ անել։ Ծանոթ եք։ Սոսնձով այո, աշխատելու եք։ Մկրատով ինչ եք անելու։ Տխրելու եք, տխրել, բալես։ Ուզում եմ ասեմ, որ այն ժամանակ իմ քույրիկս տեղ Դպրոց եք եկել։ Հա։ Այն տղա, շատ։ Հիմա պատկերացնենք, դուք արդեն աշակերտներ եք։ Իմ աղջիկ, արի պատկերացնենք, դու դպրոցական ես, դու մեր դպրոցի աշակերտ ես, լավ։ Մի փոքր ծանոթանանք մեր առաջին դասարանցիների առօրյային, լավ։ Իմանանք, այստեղ ինչով են զբաղվում իրենք։ Լավ երեխաներ։ Այո։ Դուք տարերը գիտեք երեխաներ։ Այո։ Գիտեք։ Մեկ տա։
դու։ Ես հիմա մի քանի տար Կողքը։ Հրաշքեք, մյուսը։ Շատ ապրեք։ Դուք կարող եք վաղվանից գալ դպրոց երեխաներ, լավերը գիտեք։ Մի քանի նկար պատկեր եք ցույց տալու չեք։ Բանկերը գիտեք։ Լոլիկ ինչ է, միշտ է։ Եկեք լոլիկը մենք բանկերով ասենք, կապերով, կարող եք ասենք։ Մյուսը ինչ է։ Ապրեք, երկու բան։ Իսկ նարինջը ինչ է, երեխաներ ջան։ Շատ օգտակար միտք է։ Խաղով ասենք։ Մեկ բանկ ունի, չէ, մեկ շնչով ասացիք, լավ։ Թվերի հաջորդականությունը գիտեք։ Հիմա փորձենք, տեսնենք, ով լավ գիտի։ Ես ձեզ բաժանում եմ խառը թվեր, մեկից մինչև 9 թվերն եմ բաժանում, հիմա ում որ տվել եմ, պետք է ես խառը բաժանել եմ, մեկից 9 թվերը ունեն իրենց ճիշտ հաջորդականությունը, ճիշտ է, առաջին թիվը որն էր, թող գա այստեղ, առաջին թիվը, մյուսները չեմ ասելու, մեկից հետո որ թիվը պետք է գա, էնի ասեք, եկեք, հրաշալի է, հաջորդ թիվը որն է, ապա ուշադի նայեք ձեր թվեր, հաջորդը, մեծ եք հետ եք անցնում, Արմին է, հաջորդը, ինքից հետո որ թիվը է, հաջորդը, 7-ի հաջորդը թող կա, պահեք թվերը, պահեք որ տեսնեն ընկերները, ահա, մեկից 9 թվերը հաշվեք, հաշվեք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ինչ կգրենք, 10 որ թվա նշաններով է, Արի կողքը, մեկ, իմ տղա դու ծրոր ես արի կողքը կանքի, դարձավ 10, լավ, ահա, ապրեք, հրաշքեք, թվերն են գիտեք, դե տեղավորվեք, ապա ցույց տվեք ձեր աջ ձեռքը, աջ ձեռքը, աջը, որն է աջ ձեռքը, իսկ հիմա ցույց տվեք ձախ ձեռքը, շատ բարի, մի հատ աջ ցույց տվող սլակ ցույց տալ, կարող ես, որ սլակն է աջ ցույց տալիս, սա ապրես դու, արի բերենք առանձնացնենք այստեղ, լավ, ահա, նստիր ապրես, արի, մի հատ էլ ձախ կողմը ցույց տվող սլակ, ապրի մաղջիկը, ահա, բերենք այստեղ, ոնց է արի կողմը ցույց տվող սլակ ընտրի, հա, այստեղից, ապրի իմ տղան, ահա, նստիր, տեսնեմ էլ ով է գալիս, արի տղան, աջ ցույց տվող սլակ այստեղ որն է, սա է, ապրես, բերենք այստեղ, լավ, նստիր, արի, աջ կողմը սլակն է ցույց տալիս, սահեցրու աչերի կողմը դե տար, ինքդ տար, ապրես, ահա, ձախ կողմը որն է ցույց տալի, ահա, ապրես տար ձախի կողմը սահեցրու, որն է աչ ցույց տալիս, սահեցրու էստեղ, ապրի աղջիկը, ահա, իսկ սա ինչ է ցույց տալիս, ինչ է ցույց տալիս սա, աչ թե ձախ, սա, սլակը դեպի որ կողմն է, ձախ կեցես, նստիր, շատ ապրեք, սա է շատ լավ գիտեք, եթե ես կարդամ հանելուկներ, Ես դուք ես բուշակեք, մենք ձեզ համար անակնկալ ունենք, այդ անակնկալը կտամ ձեզ, եթե չբուշակեք, իհարկե չեք սա, դե հիմա բոլորը աշակերտի նման նստեք, կարդամ հանելուկները, մի քանի հանելուկ կարդում եմ, որոնց պատասխանը հուշեմ ձեզ, հեքիաթի հերոսների մասին են, ասենք, ունի գլխարկ գեղեցիկ, տատիկին է այցելում, բայց անտարում գայլին է հանդիպում, մյուսը, քթի փոխարեն գազար ունի, ինքը սպիտակ է ու սարը, փոքրիկ է, մրոտ, ունի կոշիկ բյուրեղյա, պարահանդեսից փախչում է կես գիշերին, տեսել եք աղլեմեջը, այո, ապրեք ուշակեցիք, էլի ծիծականակ էլի հանելուկներ,
կկարդամ հանելուկներ ոչ թե հեքիաթի հերոսների մասին, այլ դպրոցական առարկաների, քրեական պիտույտների մասին։ Պատրաստ եք։ Լսեցինք։ Դասարանի դրան մոտ է։ Ձայնը բարակ ու զիլ է։ Հենց որ լսվում է նրա ձայնը, սկսվում է մեր դասը։ Սխալ գծեցիր, ու շատ հաջողն եմ կարդում։ Սխալ գծեցիր, նա փուխի։ Շարունակենք այդ ամենը։ Ծխտի վրայից ամեն ինչ կջնջի։ Ինքն իրեն մաշում է կամաց, կոթով կմնամաց։ Այո, ճնջիչն է, այո։ Չունի լեզու, բայց խոսում է։ Աշխարհի մասին մեզ պատմում է։ Ով սիրում է նրան շատ, դառնում է խելացի ու արտահայտիքը։ Կեցեք, հրաշքեք, իսկապես հրաշքեք, կեցեք։ Ամենադժվար բաներն են, երբ դուք բոլորը հաղթահարեցիք, իսկ սա ինչ է նշանակում։ Որ մենք խելացի ենք։ Որ դուք խելացի եք, հրաշքեք, և քանի որ դուք շատ խելացի եք, ունեք գումար հարմեց ուզում հացնեմ ձեզ, հա, երկուսի գումարած երկու, որ, ինքի գումարած մեկ, մեծ, հրաշք, դու այսօր բանից առաջին դասարան ես, կգաս այստեղ կնստես, Ես կարող ամենադժվար հարցը։ ես վստահ եմ, էլի կգաք մեզ մոտ, հետաքրքիր էր այստեղ, ոչ եք ուզում իմանալի ճանապրհկալին, Ուզում եմ։ բայց գիտեք ճանապրհկալի հասնելու համար պետք է շատ խելոք նստեք, Այո։ առաջին դասարանցիք շատ գեղեցիկ կանգնեք, հետ գնացեք, ուրեմն այստեղ, ապա նայեք այս նկարին, ինչ է սա, ինչ պատկեր է, ծաղ է, այն տեսնում եք ծաղկած ծառ է, չէ՞ գարնանային, ծաղկած ծառ է, այդ ծառի վրա ինչերն են բացակայում, ոտկացեք, տերևները, այո, իսկ այդ տերևները գիտեք որտեղ են, որտեղ են, ոչ, ձեր սեղաններին են երեխաներ, այդ տերևների վրա, մի պոկեք, այդ տերևների վրա չեք կարող դեր կարդալ, մեր առաջին դասարանցիները, գեղեցիկ խոսք մատանքներ են գրել, որ միասին տանելու եք, ծառի վրա փակցնեք, և լսեք, թե ինչ է գրված, այդ դրանից հետո կստանաք ծիրանալու կարելա, էլի հասնեցինք, ձեր կբռնում ես, ով նստած է քո տեղը, կանգնում ես այնտեղ, ասում ես, որ մի անել լսի, շատ բարձր, շրջվեք, Երջանիկը մահվություն ունեցել։ դե հիմա միասին փակցրեք, ահա, կեցեք, նստիկ, հանձնվեք, ասա, խելացի ու աշխատասեր, կպցրու, արիմա, դու ես, կպցրու, եղեք բարի ու ազնիվ, փակցրու, այլ տղաս, միշտ շպտագրատ, դված է, կպցրու ճուղին, դրած է միշտ պահպանեք ընկերությունը, Արի, թող ձեր սրտերը լի լինեն բարությամբ, մի տուր, պահիկ բերի, դպրոցը քո երկրորդ տունն է, թող միշտ խաղաղություն լինի, այսպես, նստի հրաշքը, սիրեք գիտելիքը, թող ձեր աչքերը միշտ փայլեն, լինեք միշտ հաջողակ, լսեք ինչ մատկանքներ են, սիրիր դպրոցը, փակցրու մի տեղ նստեք, հա? Կարող եք ծառի դակել փակցնել, չէ՞ որ դերերները թափվում են, չէ՞, ամեն օրը դիմավորեք, ուրախությամբ, կլսեք ուշադիր ուսուցիչներին, հավատացեք ձեր ուժերին, սետատուրից դա, հավատացեք ձեր ուժերին, ձերին այո, շատ գրքեր կարդացեք, ամեն օր նոր բան սովորեիք, թող բոլորի ճանապարհը հուսավոր լինի, սովորեք սիրով և հաճույքով, փակցրին վրա, ոսկրին վրա փակցրին, թող ձեր բոլոր ցանկությունները կատարվեն, ցրու նստեք, սիրեք ձեր հայրենիքը, սիրում եք ձեր հայրենիքը, օգնել ընկերոջը, փակցրու տղաս, մեծ ես փակցրու, հա? Լավ ընկերներ եղեք, Երեցին նստեցի, կաղակախում, այսօր դուք տեսաք, ինչու չէ նաև համոզվեցիք, որ դպրոցում ոչ միայն դասեր են սովորում, միայն դասեր են սովորում և գրում, այլև խաղեր են խաղում, չէ երեխաներ։ Այո, մեր առաջին դասարանցիները ձեզ համար շատ գեղեցիկ, լուսավոր ճանապարհ են հարթել և մենք սիրով և սպասումով մենք բոլորս կսպասենք սեպտեմբերի 1-ին, որ գաք դպրոց։ Լավ երեխաներ ջան։ Եվ շնորհակալություն ձեր դասիրակին և նրա օգնականներին։ Ձեզ այսքան օգնեք,
Եվ այսքան պատրաստ եք դպրոց գալու, ոչ միայն այս սերունդին, այլ բոլոր սերունդներին շատ շնորհակալ ենք պատրաստի աշակերտներ դպրոց ուղարկելու համար եւ ամենամեծ շնորհակալությունը ընկեր Կարապետյանին մեր հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք դասարնաձեռ չենք եկել, մենք էլ պատրաստված ենք եկել եւ գիտենք կոտանավորն է, որը պատրաստել ենք հենց այսօրվա համար եւ վերջում մի գեղեցիկ ուրախ ետ կնվիրենք առաջին դասարանցիներին, որ իրանց օրն էլ շատ գեղեցիկ անցնի։ Հիմա կխնդրեմ Մաքսը Լիան Գարիկը մոտենան։ Այսօր պատեզի դպրոց տարավ մեր դասիրակայրը մեր յուղտերես։ Նախապես պետք էր իրար ճանաչել, թեև առաջին զանգը չէր կարծել։ Մի նոր աշխարհ է նոր հրաշքներով, մի նոր հեքիաթի նոր ֆերիներով։ Քաղցը ժուկտով յուրկալեցին, քաղցրանում մրթել յուրասիրեցին։ Տված հազարներդան ենք ատեն, և ամենք այստեղ մեզ հազար, սնգուն զանգը անգամ ընչես մեզ համար, թե բաչում կանի ողջ համար։ Եղանք ապագաներ դասարանում, գրադարանում և ճաշարանում, գործայլիճում ուրախ աղացի, տարազարդ բակում ենք ոստեցի, այնքան լավ ենք դպրոցումը սպասում ենք, մենք անհամբեր, որ կա վերջապես լուսե սեպտեմբեր։ Գայանես Հայրենիքն իմ ընտանիքն է հաշտամերը, միաբան հայրենիքն ամուր հիմքն է, անապ սիրով անսասան, հայրենիքն իմ հայերենն է, մեսոպյան գիրն է անպար։ Կթոջախի զիտ գոմաշն է, որ կանչում է իր ծվար։ Հայրենիքն իմ ուսուցիչն է, գիրքը իմ այվենարանը, անշարդ ձերքի իմ գրիչն է, որ ձերագիր պիկ դարնա։ Հայրենիքն իմ կուզնանիքն է, զիվորն են պապա, հայոց հոգի բեր բարիքն է, սեգաններն են տոնական, հայրենիքն իմ կուզ արոտն է, հարասատներս են հերվում, հայոց նորաբայց այն առավոտ էլ էր գալիս են նրանք տուն, հայրենիքը իմ կուզնանիքն է, օջախիս հիմքը հաստատում, հույս հավատ սիրո տանիքն է, աղավին էր երկում։ Մենք հավատացած ենք, որ այ մենք այստեղ ծառ կառուցեցինք, չէ՞ միասին երեխաներ։ Այո, դուք եւ առաջին դասարանցիները, եկեք այս ծառը կոչենք։ Եկեք այս ծառը կոչենք ընկերության, համերաշխության ծառ եւ լինեք համերաշխ ընկերներ, լավ երեխաներ։ Այո, դե որ այդքան բարի ու խելացի եք, ձեզ նման գեղեցիկ փուչիկներ տանք, լավ։ որ կարողանան գումարեք, հանեք, բազմապատկեք, գրեք, ջնջեք եւ ավելի գիտելիքներ ստանաք եւ զարգանաք։ Սա էլ ձեր նվերներն են, այսպես ձեր դասատու ձեզ կբաժանի ուսուցիչը։ Եվ ընկեր սաթի, կարող եք մոտենալ։ Կանչում է
Շնորհակալ ծափարություններ, շնորհակալ ենք մեծ